Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ, տեսեք ինչ պատկեր է ստացվում։ Ընդդիմությունը նստած սպասում է օրինակ կառավարության նիստին, որպեսզի այնտեղ վարչապետի մի հատ բառակապակցություն վերցնի, առանձնացնի կոնտեքստից կամ հենց կոնտեքստով հանդերձ արդեն էլ իրենց դա էլ չի հետաքրքրում, որովհետև իրենց հետևորդների մեծ մասը այնքան է տարվել սրանց տեղի անտեղի խնդալու ծիծաղելի մեկնաբանությունները, որ արդեն կոնտեքստից կտրել պետք էլ չի, միևնույնն է հակառակ ձևով որ մեկնաբանում են, իրենց ուզածն է ստացվում եւ ըստ լսողները չեն էլ մտածում, էլի մի հատ իրականում այնտեղ ինչ է ասում։ Ու այնքան են տարվել դրանով, որ արդեն քարեն նետում այնպիսի բաների վրա, որոնք որ երևի չարժեր ու իրենք են հայտնվում ծիծաղելի վիճակում։ Տեսեք, այն որ ընդդիմությունը այդ գործունեությունը, այս ընդդիմությունը ուզում է այդ գործունեությունով աչքի ընկնի իր գործն է, իր ռազմավարությունն է, այսպես ասած, իր մտածելակերպն է, լավ, նորմալ է, ասենք թե։ Հիմի ընդդիմությունը նստած սպասում է, որ մի բան անի, ժամանակակից տեխնոլոգիաներն էլ հնարավորություն են տալիս տարածելու ինչ ուզեն, ուրեմն այնպիսի կայքեր ունեն, այնպիսի ֆեյք կայքեր են, ծիտիկ վայքո ծիտիկից մինչև, չգիտեմ, ճշտի, չգիտեմ ինչ լուրեր։ Ու սենց լցնում են, լիքը լցնում են, ագին էլի, սենց ճնշում են, էլի, բայց եթե չլինի առողջ տրամաբանությունը ու նմանատիպ հաղորդումներ, որ փորձում ենք հասկանալ ինչն ինչոց է, երևի դա իր ազդեցությունն ունենար։ Բայց այստեղ երկու հանգամանք կա։ Մեկը, որ մարդիկ հստակ իրենց գործունեությամբ ասում են, որ ժողովուրդ ջան, այո, մենք ձեզ դրել ենք էշի տեղ։ Մենք կարծում ենք, որ դուք տուպո եք ու չպիտի հասկանաք իրականում ինչի մասին է խոսքը գնում։ Եվ երկրորդ ուղղությունը հետևյալն է, այո, ժողովուրդ ջան, դուք տես տուպո էլ պիտի մնաք։ Սա ընդդիմության գործունեության ամենավերևի նշաձողն է, հա, սրա մասին է, ամեն ինչը։ Ինչի համար եմ այսպես ասում, սիրելիներս։ Ուրեմն շատ լավ գիտեք, տեղյակ եք, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սկսել է վաղուց արդեն կրթվել է նորաձև է արշավ է, հիմի վերնագիր է հետա դրել, կրթվել է նորաձև է, հիմի կարող էր 1000 այլ բան դնել, դա են որոշել դնել։ Եվ այդ արշավն է իրականացնում տարբեր հասարակական շերտերի հետ հանդիպումներ, տարբեր համայնքներում հանդիպումներ, ընդհուպ միջև արդեն այնքան մեծ է այդ բանակը, որը իհարկե սարսափեցնում է ընդդիմությանը, որ արդեն վարչապետին նույնպես հրավիրում են եւ վարչապետը չի մերժում, նման մի հավաքի ներկա է, շատ հետաքրքրությամբ լսել եմ վարչապետի մեկնաբանություններին, այդ ուղղությամբ իհարկե որոշ բաներ կար, որ կարելի էր քննարկել, բայց այնուամենայնիվ շատ լավ արշավ է։ Հայաստանում չտեսնված, չլսված մի բան է, ոչ միայն չտեսնված, չլսված, այլ մինչ այդ եղածների ճիշտ հակապատկերն է, էլի։ Ու ինձ թվում էր, որ կրթվել է նորաձև է այս արշավը այդ այն պրոյեկտն է, այն ծրագիրն է, որին դժվար կլինի քննադատելը, որը դժվար է լինելու քննադատել, կամ պիտի անմիջական մասնակից լինես ու ինչ-որ դետալների շրջանակներում քննարկումներ, քննադատություններ անես կամ ընդհանուր առմամբ չես կարող քննադատել, որովհետև լավ բան է, կրթվել է նորաձև է, այդ տենց կոչ է, խրախուսում է, մարդկանց ներկայացնում եւ այլն, չես կարող։ Բայց արի ու տես, որ հայաստանյան ընդդիմությունը, դե զարմանալու բան էլ չկա, ընդդիմությունով կարողանում է 44-օրյա պատերազմից առաջ ընթացքում հետո Ալիևի հետ համաչափ քայլել քաղաքական դաշտում, բնական է սա էլ կարող էր անել, բայց ես չէի սպասում, ասում եմ լավ, գոնե այս ուղղությամբ կհասկանան, էլի որ լավ տեղ չի տանում սա։ Չէ, վերցրեցին ու սկսեցին դա էլ քննադատել։ Ու մի շքերթ են սկսել, ամեն մեկը փորձում է հետ չմնա հանկարծ, պիտակավորի, վիրավորի, չգիտեմ ինչ անի, ուրեմն ձեզ մի գաղտնիք բացեմ, ձեր պատկերացումները ոնց որ հակառակ են գրում, ես ուզում եմ կարծեմ, որ դուք օրինակ մտածում եք, թե
Աննա Հակոբյանը որոշել է, որ ինքը ամենագետը, եւ Նիկոլ Փաշինյանը նույնպես որոշել է ինքը ամենագետը, ու մնացածներին խորհուրդ են տալիս կրթվել։ Սա ձեր պատկերացումը։ Իրականում դա այդպես չի։ Իհարկե, թե Նիկոլ Փաշինյանը, թե Աննա Հակոբյանը բավականին ընթերցասեր մարդիկ են ու դա բոլորս շատ լավ գիտենք, բայց այնուամենայնիվ իրենք իրենց չեն առանձնացնում այդ նորաձևությունից, ճիշտ հակառակ։ Իրենք իրենց էլ դնում են դրան ներսում եւ կրթվելը ասվածը ոչ միայն դպրոցում կամ բուհերում կրթություն ստանալու մասին է, այլ նաեւ ինքնակրթվելու ժամանակը տարիքա կրթվելու հետ չհամատեղելու, այսինքն անկախ քո տարիքից կրթությունը լավ բան է, գիրք կարդալը լավ բան է, վերլուծական մոտեցումներ ձևակերպելը լավ բան է։ Հիմա ես հարցնում եմ ձեզ, էլի, սրա մեջ ինչ վատ բան եք տեսնում։ Հա, որովհետև այս ուղղությամբ առանձնապես չեն փայլել մյուս նախագահների կանայք, երևի դրա համար եք խառնվում իրար, ես չեմ հասկանում։ Ու մյուս կողմից էլ որոշում են, այսպես մի հատ դիրք են բռնել, թե իրենք ամենագետ են, այս մնացածն էլ, որ գնացեք կրթվեք, կարդացեք, մի երկու գիրք սկսի ուղեղներդ աշխատել, այս դիրքերից են հանդես գալիս։ Հիմա սրանց մի հատ հարց ունեմ ես, որ խնդրեմ, ու իհարկե հասկանում ենք քամիները որտեղից են փչում, որ խնդրենք մի հատ ձեր Քոչարյան Սերժ ներկայացուցիչներին, կասեք վերջին անգամ ինչ գիրք են կարդացել, կամ վարչապետը օրինակ այդ հանդիպումների ժամանակ ելույթ է ունենում շատ հետաքրքիր դասախոսություն է կարդում կարելի ասել, որ խնդրենք կհուշեք Քոչարյանին կամ Սերժին մի քիչ էլ ժողովրդի հետ դուրս գան փողոց, մի երկու բառ փորձեն խոսել ինքնուրույն, խոսեն, հայերեն խոսեն ուղղակի, որովհետև պատրաստած տեքստերից, պատրաստած պատասխաններից բացի այլ կերպ, այլ վիճակում չենք տեսել։ Նրանց ընդ որում այդ պատրաստվածն էլ եղել է խիստ հակապետական շատ դեպքերում, հակահայկական, ավանտյուրիստական եւ այլն։ Առհասարակ նրանք խոսել գիտեն։ Այդ որ դուրս եկել խոսքի վրա եք կռիվ, ուրեմն մի շեդևր է ուղղակի, էլի աչքիցս չէր կարող վրիպել։ Արմինե Մելքոնյանը մի գրառում է արել, ասում է Հրանուշ Հակոբյանը մի լավ խոսք ուներ, ասում էր իմ դասախոսությանը գոնե մեկ անգամ ներկա եղած ուսանողը արդեն դրական գնահատականի է արժանի։ Ու ճիշտ էր ասում, մի դասախոսության ժամանակ այնքան գիտելիք էր խտացնում, որ դժվար թե ուսանողը այդքանից գոնե մի քանիսը չվերցներ։ Ոչ մի նամյոք չեմ անում, զուտ հիշեք 7 տարի նույն դասանում մնացած աշակերտի մեջ մեղք մի փնտրեք։ Այդ խելքով էլ հենա կրթելով ֆռում են Facebook-ի ստատուսներով։ Վարչապետը երեք կառավարության նիստին այսպեսի մի բան ասաց, իհարկե փոխաբերական իմաստով, այ խոսքը հենց դպրոցի դասարաններում այդ առաջինից երկրորդ, երկրորդից երրորդ, երրորդից չորրորդ փոխադարձ այդ ընդհանուր առմամբ կրթության պակասը այնպեսինն է ու մոտեցումը կրթությանը այնպեսինն է եւ դրա կիրառումը կյանքում այնպեսինն է, որ կապ չունի քանի դասարան ես սովորել, փոխաբերական իմաստով առաջին դասարանում ես մնացել։ Հիմա Հրանուշ Հակոբյանի դասախոսություններին ներկա գտնված Արմինե Մելքոնյանը, որ այս բանը գրում է, մենք արդեն հասկանում ենք նախ ինչ դասախոսություններ են եղել ու ինչ գիտելիքներ եք ստացել։ Եվ երկրորդ, գիտեք, Հրանուշ Հակոբյանը իր մասին, երբ որ նման բան է ասում, սա մեծամտություն է, սա խելացի մարդու խոսք չի։ Ես չեմ ասում Հրանուշ Հակոբյանը անգրագետ է, բայց ամեն դեպքում սա իմաստուն մարդու խոսք չի։ Իմաստուն մարդը երբեք չի ներկանում որպես ամենագետ։ Երբեք բացարձակ, որովհետև որքան մարդը իմաստնանում է, այնքան հասկանում է, որ քիչ բան է հələ հասկանում։ Հասկանում աշխարհ ճանաչողության մեջ։ Չնայած նա իմաստունի արդեն տիտղոս ու համբավ ունի, հա։ Եվ իհարկե Հրանուշ Հակոբյանը այսքան բանը կասեր, դու էլ կցիտեիր,
ու տենց բան կանեիր էլի անուն պոզու պոշ կփորձեիր կպցնել, պիտակավոր էր։ Ոչ թե կրթելով են ֆռում, գիտեք, այս ինչ ձեր մոտ բնավորություն է, չլինելով մի վայրում, չիմանալով մի բանը, դրա մասին կարծիքներ հայտնել։ Այդ վատ բնավորություն է։ Վատ բան է դա։ Այ նույն 44 օրյային ով մասնակից չէր դուրս եկավ 44 օրյայի խիպար տվեց 5-ից խոսեց եւ իհարկե սխալ մեկնաբանություններով քաղաքական դաշտում քաղաքականությունից չհասկացողները քաղաքական խորհուրդներ են փորձում տալ ամենատարբեր իրավիճակներում ներկա չգտնվելով ճոխ-ճոխ ստատուսներով վերնագրերով փորձում են աղավաղել այդ տեղացը Հիմա ես վստահ եմ, որ Արմինե Մելքոնյանը Հրանուշ Հակոբյանն էլ հետ է եւ մնացած բոլորը ոչ մի անգամ չեն եղել այդ դասընթացներին կամ դասընթացել չի դա այդ հանդիպումներին բայց կարծիք ունեն ու այդ կարծիքը մեկնաբանում են կեղծ ձևով հարգելի Արմինե Մելքոնյան ասեմ ձեզ նրանք կրթելով չեն ֆռում Նրանք կրթվելու քարոզով շրջում են իրենց դուրս չդնելով այդ ամեն ինչից եւ հստակ օրինակների վրա քննարկումներ ծավալելով եւ այսինքն լրացնում են Հրանուշ Հակոբյանների ու նրա նմանների տասնամյակներով թողած բացը Հիմա իհարկե դուք եթե անգամ ես եթերը դիտեք ու ցանկանաք ինչ-որ մի բան ասել անպայման մեջ բերելու եք որ այն մեկն էլ նստած չգիտեմ խոսում իմ այս վիճակը եթե հանկարծ ձեզ դուր չկա իմ կրթամակարդակի պատասխանատուն նույնպես Հրանուշ Հակոբյաններն են հասկանում եք որովհետև ես այն տարիքում եմ որ նոր անկախ Հայաստանի Հանրապետությունում դպրոցում սովորելուց եմ եղել ու այդպես Ինչպես է դասավորվել կյանքս, այդ ես արդեն գիտեմ մի քանի մանրամասներ էլ ներկայացրել եմ։ Սա մի քաղաքացու պատմությունից։ Ձեր կրթական համակարգն այնպեսին է եղել, ուզում եք բան անել, պիտակավորել վարչապետին։ Հիմա ես ձեզ ասեմ, այո, բոլորս շատ լավ գիտենք, որ վարչապետը ինստիտուտից, եթե չմնա, սխալվում դուրս է մնացել կամ դուրս է եկել, ինչ-ինչ ամեն դեպքում չէր ավարտել։ Բայց Այդ ամեն ինչը ձեր ժամանակների բաց թողումներն են եղել։ Եվ մարդը այսպես կարագա բոլորիդ ասի մի հատ ստեսություն ձեզ ու ինքը դառնա վարչապետ։ Սա ձեր ամբողջ տասնամյակների արած աշխատանքի գնահատականն է։ Հիմա դուք դուրս եք եկել, վեր եք կացել, ինչից եք խոսում։ Տեսեք, մի քանի անգամ ես ասել եմ այս մասին, մի անգամ էլ ասեմ, քանի որ խոսքը գնում է կրթության մասին։ Եթե անգամ գնանք տարական կրթությանը կամ դպրոցական կրթությանը, հա, նախադպրոցական բանին, պետության ռազմավարության, իշխանության ռազմավարության մեջ բոլորս շատ լավ գիտենք դրված է 300 մանկապարտեզ, 500 դպրոց, 500 մանկապարտեզ, 300 դպրոց ծրագիրը։ Կատարողականը չգիտեմ ինչպեսին կլինի, այնուամենայնիվ մենք գրեթե ամեն օր ականատես ենք լինում արդեն այս տարիների ընթացքում արդեն բացումներին մոդուլային դպրոցների մանկապարտեզների։ Հիմա հարց եմ ձեզ տալիս, բա այդ 300 դպրոցի եւ 500 մանկապարտեզի պակասը մեր փոքրիկ հայրենիքում ինչու գոյություն ուներ Որովհետև դուք Հրանուշ Հակոբյանի հետ հանդերձ շատ էիք սիրում կրթվել Երեք վարչապետը շատ այո ճիշտ բան է ասում որ կրթությունը չի գնում հեռավոր մարզեր չի շարժվում չի տեղաշարժվում Դուք չգիտեմ երևակայական պատկերացումը ձեր ինչպեսին է որպեսզի նման խոսքերը երբ որ այլ կերպ են ձևակերպվում բայց այլ իմաստով է պետք ըմբռնել շատ բարդ է ըմբռնում սկսած Շուշին դժգույն քաղաքի կոնցեպտից մինչև չգիտեմ ուր, մինչև այս կրթություն։ Այնուամենայնիվ, մի հատ կասեք ձեր ժամանակների դպրոցները։ Ես ախր մի քանի անգամ տարբեր ծրագրերով, տարբեր իրավիճակներում, հրավերքով եղել եմ տարբեր դպրոցներում Հայաստանի Հանրապետության։
Ես դեռ չխոսեմ դրանից առաջ, թե այն գոմերը, որ կային անունը դրել էիք մանկապարտեզ ու դպրոց գոմ, հենց գոմ, անասնագոմ, որտեղ ծղոտա գծած, պատերն էլ տեն, բայց անունը դպրոց էր կամ մանկապարտեզ։ Ես դեռ դրանից, որը հրապուրիչ էլ չէր։ Խոսեմ շատ ոչ ենքան հեռու դպրոցներից, հա, ասենք Արմավիրի մարզում, չգիտեմ, Գավառում եւ այլն։ Դպրոցներ, որտեղ պատից սնկային հիվանդությունը կաթում է։ Այդ բորբոսը որ կա, այն պատերը ամբողջը բորբոսնած։ Խարբերդի դպրոցից խոսենք։ Աստիճանների կեսը չկար, բարձրանում էր, հետո պիտի թռնելով բարեր, անվտանգային բաները, չասեմ այդ երեխեքին ինչ կարող էր սպասվել։ Եթե դուք երեխա լինեիք, տենց ուրախությամբ կսպասեիք երբ են դասերը սկսվելու, որ գնաք այդ բան, կիսա խավար նկուղ հիշեցնող վայրերը։ Չէ, 90-ականներին երբ որ կար խնդիրներ, ես հասկանում եմ, որ կարող էր այդպես լինել, բայց հետո դուք դպրոցներում մանկապարտեզներ սկսեցիք սեփականաշնորհել ու պահեստի տակ օգտագործել։ Ահա ձեր կարծիքով կրթության արժանի էին միայն երևելիների երեխաները։ Դուք ձեր երեխաները, այսպես եք դուք մտածել։ Գիտեք, եթե մենք հիմա նստենք ու թղթին տանք մեր իմացած ազգի մեծերին, հա, էլիտային կլինեն գրողներ, ստեղծագործողներ, ռազմական գործիչներ, թեկուզ նկարիչներ եւ այլն, եթե sense անուն ազգանուններով գրենք, ով ինչ անուն հիշում է իր դպրոցից, հա, կամ որ լսել է, մեջները Երևանցի գրեթե չեք գտնելու։ Սկսած Հովանես Թումանյանից վերջացած Գարեգին Նժդեից չեք գտնելու Երևանցի։ Կամ շատ հազվադեպ մի քանիսը։ Ես իհարկե չեմ մեկին ստորադասում, մեկին գերագնահատում, բայց այնուամենայնիվ այդ ռեսուրսը, որ եղել է ողջ Հայաստանի Հանրապետությունում, դուք քանդել եք պարզապես, թողնելով միայն Երևանյան մի քանի դպրոց, որտեղ որ ձեր սաները պիտի ձեր երեխաները պիտի գնային սովորելու։ Իսկ մնացածը ոչինչ։ Ձեզ համար, գիտեք, դպրոցի տնօրենների բանա, դա աղետալի վիճակ էր, որ ես լսում էի։ 100-ից 5-ը չի հաղթահարում այդ շեմը։ 100-ից 5-ն է, այսինքն հաղթահարում այդ շեմը։ Սա ձեր ժամանակների կրթության որակի մասին է խոսում։ Փոխանակ գոնե այս իմաստով գլուխներդ կախեք, մի կողմ քաշվեք, իբր չեք լսել, ուրիշ բան շարունակեք քննադատել, քարուփետ առած ընկել եք այս բանի ծրագրի, այս արշավի կամ այս տեսակ մտածողության դեմ եք պայքարում։ Այսինքն դուք հիմա որ գրել եք Facebook-ում sense ստատուսները գրում այդ իմաստով։ Ձեր ասածն ինչ է, դեմ եք որ քաղաքացու մոտ դառնա կրթվելը նորաձև, այսինքն դրան մոտենա որպես նորաձևություն։ Դեմ եք որ խրախուսվեն երեխաները կամ տարիքով մարդիկ դարձյալ կրթվելուց։ Ուղիղ նախադասությունով ասեք հասկանանք, որովհետև դուք ծաղրու ծանակի եք ենթարկում մի թեմա, որը ճիշտ հակառակ, այնտեղ խրախուսում են դուք ծաղրու ծանակի եք ենթարկում։ Ու անունը դնում եք, ասես դուք տենց երևելի դեմքեր եք։ Իսկ դուք ով եք, որ երևելի դեմքեր եք։ Բա որ այդքան երևելի դեմքեր եք, ոնց է ստացվում, որ Հայաստանի Հանրապետությունում սովորելու հետ սեր ունեցող տղան 3 դպրոց փոխելով 8-րդ դասարան ավարտում։ Հետո այդպես էլ չի կարողանում իր ուզած ինստիտուտը սովորել ու ավարտել։ Բա ոնց է լինում։ Կամ առհասարակ բուհերում ոնց եք կրթությունը դասավորում։ Բա եթե այդ կրթությունը այդքան լավն է եղել, հիմա մի կողմից ասում եք ձեր ժամանակ լավն է եղել, մյուս կողմից ժողովրդի 90%-ին ինչ ուզում ասում եք։ Բայց մեկը մյուսի հետ կապ չունի։ Եթե պաշտոնական թիվ է հնչեցվել 18 թե 19 թվականին, մեր պետության երեխաների 30%-ը զրկված եղել տարական կրթություն ստանալու իր իրավունքից։ Դուք ով եք, որ այդ ճակատագրերի վրա ազդել եք ու հիմա էլ փորձում եք ազդել, ձեր բաց թողումը փորձում են լրացնել նմանատիպ ծրագրերի միջոցով, դուք փորձում եք ազդել։ Դուք ով եք ասելով, ես անձամբ ցույն տիկնոջը չեմ ճանաչում, իրեն չեմ դիմում, ես առհասարակ այն նմանատիպ այս ամեն ինչը ծաղրու ծանակի ենթարկողներին եմ դիմում։
Կարելի է կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ ու թեման շարունակենք, որովհետև սա կարևոր թեմա է։ Շատ կարևոր թեմա է։ Երբ որ Սերժ Սարգսյանը կանգնած են իր բան ժպիտով մի հատ դպրոցի բացման ժամանակ ասում էր իմ երազանքն է որ այստեղ սովորեն նաև բան, չգիտեմ, ադրբեջանցի երեխաներ, բոլորը Ռուբեն Վարդանյանից մինչև հանրապետական կարկառուն դեպքեր, այսպես ծափարում եք, որովհետև բանը դա Սերժ Սարգսյանն ասում։ Ծափահարում եք, այսքան ադրբեջանցիներ, որպեսզի այդտեղ սովորեն, դրան դուք ծափահարում եք, բայց որ մեր հայ երեխան կամ հայ մարդը սովորի կրթվի, դուք դրան դեմ եք։ Այդ արշավին դեմ եք։ Մի հատ խնդրեմ վերլուծեք, հասկանանք սա ինչ է։ Ուրեմն մի պատմություն կա, չեմ հիշում այն ժամանակ սովետական միությունից, ես մեծերից եմ լսել դա, սովետական միության երկիշներից մեկը այն հանրահայտ դեմքերից մեկը Երևան այցից հետո կիսվում է տպավորություններով, ասում է իմ տեսած միակ այն երկիրներեն քաղաքն էր, որտեղ մոտենում էր տաքսին, տաքսու վարորդը ակնոցն աչքերին գիրք էր կարդում, հարցում էր ազատ եմ, կարող եմ նստել, ասում էր նստեք, դու նստում էր ինքը հանգիստ վերջացնում էր նախադասությունը կամ պարբերությունը, էջանշանը դնում կամ թերթը ծալում էր, շատ հանգիստ դնում էր այդ բարդաչոկը, ու նոր ասում էր ուր են գնում։ Այսինքն այդ հասարակությունն է եղել մեր հասարակությունը։ Եվ 30 տարիներին հանգարց դեգրադացավ, եւ այս ամեն ինչի մեջ եղել է հստակ ծրագիր, հստակ։ Դուք ձեր գործը հիանալի եք արել։ Դեգրադացրել եք ամեն ինչ։ Այ որ ասում եմ մշակութաբանական ցեղասպանություն է եղել, չկարծեք որ դուք մշակութաբանական ցեղասպանները չեք։ Այդ ինչ որ մեկը չի եկել ու արել։ Արել են այս 30 տարվա չինովնիկները, պատասխանատուները այդ ոլորտի, ղեկավար մարմինները, ովքեր իրենց անձնական օրինակով մի բան իրենց անձնական օրինակով միայն գիտեք ինչ են ցույցադրել, որ կարող եք երրորդ գծով 30,000 ախրանիկով ուր ուզում եք գնաք։ Այնինչ ժողովրդին էր ախրանիկ պետք, որ դրանցից պաշտպանվի։ Ցույց էր տալիս, որ եթե դու չինովնիկի լակոտ ես, կարող ես որտեղում ուզում ես կրակես գնդակահարես, չդատվես։ Մյուս երեխեքն էլ տեսնում ուզում էին դառնային այդպիսինը, կամ ուզում էին այս խուլիգանի հետ կապեր ունենային։ Բա այդպես է ստացվում։ Այսա եք խրախուսել դուք 30 տարի։ Հիմա այս մարդը առավոտ դուրս է գալիս ժամը 5-ին հեծանի վակշում, ընդ որում հրավիրում է, ասում առանց քաղաքական հայացքների եկեք միասին վարենք։ Երբեմն շրջում է քաղաքում, երբեմն պատահական մտնում է գյուղեր, զրուցում է մարդկանց հետ, թույլ է տալիս իրան կպնեն այն մարդիկ, ովքեր նոր հողագործությունից եկել են ու մի փոքր փոշոտ են։ Իսկ Սերժ Սարգսյանը ոտքերի տակ ստվարաթուղթ էին փռում, որ հանկարծ կոշիկները չկեղտոտվի, երբ որ ինքը յոլկա է տնկում։ Հիմա դուք եկել եք, ինչից ինչ եք ուզում խոսել, ինչից եք խոսում, ասեք իմանանք։ Ասեք իմանանք։ Ցնդաբանություն։ Առել ընկել են։ Բան չեն գտել։ Եվ գիտեք ինչու ոչինչ չեն գտել։ Որովհետև տևական ժամանակ է կառավարության նիստերին վարչապետը, այս արդեն 2-3 շաբաթ է հատկապես, ես ուշադիր եմ, ես չգիտեմ ինչ որ բան է երևի տեղի ունեցել, այս 2-3 շաբաթ է կառավարության նիստերին առանձնահատուկ շեշտադրումով է խոսում կրթության հետ կապված։ Եվ այո, բոլոր ցանկացած խնդրի մասին, եթե խոսենք, ինչ խնդրից եք ուզում խոսեք։ Ուզում եք վիոլա ջրից, հեծից, բանից, ՀԿՑ-ից, չգիտեմ, դատախազությունից, ընտրություններից, ընտրության մասնակիցներից ու ընտրվողներից, ինչից եք ուզում խոսեք, արդյունաբերությունից, ինչից խոսենք, ինչի մեջ տեսնենք խնդիրներ, ակունքը կրթությունն է։ Ու
դուրս են եկել։ Հիմի չես ուզում օգտվել։ Գիտե կարող ես ավելի լավ անել։ Հավաքվեք։ Նմանատիպ մի քարոզարշավ էլ դուք սկսեք։ Իհարկե մենակ թե խնդրում ենք չպարտադրեք Ռոբերտ Քոչարյանի գրած գիրքը ճակերտներով ասած, ոնց սկզբից մինչև վերջ կարդալ։ Մնացածն ինչ ուզում եք, արեք ավելի լավը, ոչ ոք չի ասում մի արեք, ընդհակառակ։ Ասում են, եկեք անենք։ Կարող է իրենք լավ չգիտեն, ավելի լավ ոնց կարելի էր, օրինակ ավելի ինչ լավ վերնագիր կարող էր դրվել, եթե ոչ կրթվելը նորաձև է։ Չնայած ես այդ վերնագրին ինչով եմ կողմ, որովհետև ես ինքս մի 4 տարի առաջվանից ասում եմ պիտի կրթվելը դառնա մոդայիկ։ Դե մոդայիկ բառն էլ նորաձևն է, ես համաձայն եմ այդ, բայց եթե կա ավելի լավ վերնագիր, ավելի լավ նյութով, կամ ձեր իմացած, ձեր պատկերացումներով ավելի լավը, խնդրեմ, ընդ որում, ձեզ մի բան ասեմ, այս կրթվելու արշավը, որ նախաձեռնված է, այնտեղ ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, որովհետև 2 հանդիպում եմ ունեցել, այդ շրջանակներում, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, քաղաքական մոտեցումները, նարատիվները, պատկերացումներն ու հակադրությունները ոչ միայն բան չեն ազդում, որ դու չգնաս հանգարց մասնաց, ճիշտ հակառակ խրախուսվում են, շատ ուրախ են լինում, հենց անձամբ Աննա Հակոբյանը շատ ուրախ է լինում, եթե այնտեղ լինում է մի ընդդիմադիր։ Գնացեք մի հատ գոնե փորձեք մասնակցել, դուրս եկեք անուն դրեք։ Գոնե իմանանք մասնակցել եք ու այդ դրա մասին ձեր կարծիքն եք հայտնում։ Թե չէ նստել եք մի հատ անեկդոտ կար, չէ, որ ասում է, դե եթե տուփը քառակուսի է, ուրեմն միջինը կլոր է, դե եթե կլոր է, ուրեմն նարնջագույն է, եթե նարնջագույն է, ուրեմն ապելսին է։ Այս տրամաբանությամբ մեկնաբանում եք ամեն ինչը ու ինքներդ հայտնվում շատ վատ վիճակում, ինչը որ ցանկալի չի մեզ համար։ Անկամ ասեմ, ես կարծում եմ, որ օրինակ, եթե ես լինեի ադրբեջանցի հայերեն իմացող ու տեսնեի կրթվելը նորաձև է արշավը, մյուս կողմից էլ տեսնեի ես պիտակավորումները, ես անկեղծ եմ ասում, հաճելիորեն կզարմանայի, կասեի, ես ինչ լավ է։ Ես ինչ լավ մի կողմից կրթվելը քարկոծվում է Հայաստանի Հանրապետությունում։ Կրթվելու քարոզը քարկոծվում է։ Բայց կրթվեք, որ իմանաք ինչի արդյունք է։ Դուրս եք եկել, ասում եք ցեղասպանություն ուրացավ, որ ասում է պիտի հասկանանք ինչ է եղել։ Բայց որ կրթված լինեիք, այդ մի անգամից այդ պիտակները չէիք տա։ Մեկ ուսումնասիրեիք, կհասկանայիք խոսքը ինչի մասին է, թե, բայց այդտեղ ուրիշ խնդիր կար, ժողովուրդ ջան։ Տեսեք, խնդիրը ինչումն է։ Քանի որ նույն Էնվեր Փաշան հանդիսանում էր գործակալ բոլշևիկներին ու գործակալ այսօրվա բառով ասած եւ թուրք-ռուսական հարաբերությունները այնպիսի ֆոնին էին, որ առաջին համաշխարհայինից առաջ ընթացքում հետո որ հայկական գործոնը կարող էր խանգարել եւ ռուսները ունեին ծրագրեր եւ թուրքերը նույնպես այնպես որ եթե ցեղասպանությունը ուսումնասիրենք կարող է այնտեղ շատ մեծ մեղքի բաժին ռուսների հանդեպ էլ գնա ուղղությամբ էլ գնա այդ դրա համար այս ռուսական քամիներով տերևաթափներով սնվող հյուսիսային տերևաթափներով սնվող ներկայացուցիչները չեն ցանկանում որ ցեղասպանությունը հնարավորինս ուսումնասիրվի իմիջիայլոց ես մի բան ասեմ դրանից մոտ 40 տարի հետո 30 տարի հետո բանը հрьяաների հոլոկոստը որի ժամանակ արդեն որը հենց արևմուտքի կենտրոնական հատվածում էր ու ասենք
բոլորի աչքի առաջ էր, հա, դա տեղի ունենում ու արդեն գիտությունն էլ հասել էր նրան, որ որոշակի ինֆորմացիոն դաշտը որոշակի զարգացում գրանցել էր իհարկե, այսօրվա նման չէ, բայց համեմատած առաջին համաշխարհային պատերազմի, երկրորդ համաշխարհայինի ժամանակ արդեն ահագին բան այլ կերպ էր, չէ։ Տեսեք, այս ամեն ինչի պարագայում միևնույնն է առ այսօր հոլոկոստը անընդհատ ուսումնասիրվում է ամեն վայրկյանվա բանով ու տարբեր կառույցների կողմից տարբեր գիտական աշխատանքներ բան հո այդ մարդիկ որ նստում են գիտական աշխատանք գրելու հոլոկոստի վերաբերյալ ոչ են նայում ով ինչա գրել նոր մի հատ էլ իրենք են գրում դա հենց ուսումնասիրությունն է բայց երբ որ ասում ենք պիտի մեր ցեղասպանությունը սկսենք ուսումնասիրել միանգամից պահակում է ինչն եք փորձում պահել իմիջայլոց երեք ես հաղորդման ժամանակ այստեղ կարդում էի Սյոպա Սաֆարյանի գրառումը դեռ 15 թվականից սկսած ինձ զիգզագներով ճանապարհ են ուսած բացել ու կհիշեք ժողովուրդ ջան ես մի քանի անգամ շատ լավ էր որ Սյոպա Սաֆարյանը իրեն հատուկ ձևով եւ իրեն իր տեղեկատվությունները որոնք շատ ավելի արժեքավոր են իր ձևով շարադրել էր դա բայց կհիշեք մի քանի տարի այս հաղորդման շրջանակներում ասել եմ մի քանի անգամ հիմնական հետևորդները մեր հաղորդման լսած կլինեն որ առանց փակագծեր բացելու եմ ասել դեռ որ 15 թվականից արդեն գիտեին որ ճիշտ 20 թվականին պատերազմը սկսվելու 2020 ոչ թե առաջիկայում պատերազմը սկսվելու այլ որ հենց 20 թվականին է սկսվելու երեկվա հոդվածը ամբողջովին այ ապացուցում էր եկել էր փաստերով ապացուցելու իմ ասածը ես կարողա գրելուց այդպես չկարողա նաև գրել մտքերը շարադրելուց Սյոպա Սաֆարյանը շատ ավելի հմուտ էր վարվել այսպես է հենց ուզում ես մի բանը ուսումնասիրել միանգամից պամ չկպնեք սա սրբության սրբոցը հանգարց մատով չկպնեք կներեք այդ ցեղասպանությունը ձեր հետ միայն չի եղել է մենք այստեղ բոլորս գրեթե ցեղասպանության զոհերի կամ ցեղասպանությունից փրկվածների ժառանգորդներ ենք ու մենք շատ բաներ ենք ուզում իմանալ մեզ շատ քիչ է ու նաև շատ կարծում ենք կասկածա մեզ հարություն որ այդտեղ միայն թուրքերը կարող էին նման բան անել եւ մենք ուզում ենք ուսումնասիրել ինչեր են ազդել ուսումնասիրենք տեսնենք ինչերն են ազդել որ եկել հասել է նրան որ պիտի հայերը ցեղասպանվեն ինչ համաշխարհային կենտրոններում ինչ խաղերու պայմանավորվածություններ են գնացել որպեսզի նույն սխալը թույլ չտանք մեր կյանքում թեկուզ գոնե դրա համար թե չի կարելի որ հանկարծ աշխարհ ընկալումը մեր չփոփոխվի եւ սրանք խոսում են կրթությունի պիտակավորում են կրթությունը Արցախի հիմնախնդիրները մինչև այսօր Արցախի մասին բանակցածները երեք նախագահները հրաժարվում են նստեն վարչապետն էլ ներառյալ 4-ով վարչապետը չի հրաժարվում դրա համար եմ 3-ին առանձն ասում բայց ժողովրդին ասեն միտեղ նստեն որ մեկը մի բան չասի հետո գնանք այն մյուսի հետևից այն մյուսը մի բան բոլորով միտեղ նստեն ու ներկայացնեն առհասարակ մեր արյունով վերցրած մեր բոլորիս մեր հարազատների, եղբայրների, ընկերների ազատագրած Արցախը այդ ինչեր բանակցեցիք որ եկավ հասավ նրան որ էթնիկ զտում տեղի ունեցավ ցեղասպանությունն էլ որ չէինք ուսումնասիրել երևի դա էլ էր դրա արդյունքը ու այսօր էլ բոլորը իրար եք մեղադրում Բա սրա մասին է նաև խոսքը բայց պահանջ ձեր նման Հրանուշ Հակոբյանականների մոտ ինչ որ այդպես պահանջ չի ձևավորվում գիտեք ինչու որովհետև ինչպես հաղորդման սկզբում ասացի խորապես թքած ունեք ժողովրդի վրա եւ այո դուք ասում եք չէ ժողովուրդ ջան դուք ապուշ եք ու պիտի մնաք ապուշ դուք տգետ եք պիտի մնաք տգետ իսկ մենք երևելիներս մեր երեխաները պետքա սովորեն կենտրոնում
չգիտեմ ում անվան դպրոցում, հետո պիտի սովորեն այս ինչ ինստիտուտում համալսարանում, իսկ դու ֆու, դու ով ես որ գաս իմ երեխայի կողքը նստես։ Էսա եք դուք։ Այնինչ, կրկնում եմ, Հայաստանի Հանրապետության բոլոր պատմության ընթացքում, հատկապես խորհրդային պատմության եւ առաջին թեկուզ Հանրապետության շրջանում, բոլոր մեծամեծերը եղել են ոչ Երևանից։ Եվ այս ռեսուրսը 30 տարի չորացրել եք դուք։ Այս հսկայական ռեսուրսը Երևանից դուրս 30 տարի ամեն գնով Երևանում էլ, բայց ես խոսում եմ ամեն բանում Վայոց ձորում քանի գիտնական կծնվեր, Սյունիքում քանի զորավար կծնվեր, Գյումրիում քանի բանաստեղծ կծնվեր դեռ չորացրել եք։ Այսօր նստած անուն եք դնում։ Գումարած սրան, քանի որ ցավոք քիչ մնաց ժամանակ, իսկ այստեղ ասելիքներ շատ կային, բայց այս չեմ ափսոսում, ոչինչ։ Այս կրթության մասով մենք ժողովուրդ ջան, հիմա դժվար չի, սա թերթելու փոխարեն, սա էլ կարող եք թերթել։ Բայց ինչ որ մի պասա դնել, մի 30 րոպե, մի ժամ գիրք կարդալ, ընթերցել։ Ընդ որում, այս ուղղությամբ մշակույթի նախարարությունը քարոզի առումով ահագին աշխատանք ունի անելու, որովհետև շատ դեպքերում էլ հարցեր են առաջանում կոնկրետ տարիքով մարդիկ, իսկ ինչ գրքեր կարդանք։ Ինչ գրքեր, օրինակ մեկը ես չեմ կարող խորհուրդ տալ սովետական միության շրջանում գրված հայկական պատմական գրքեր կարդալը։ Ընդ որում կապ չունի այդ պատմական գրքերը Տիգրան Մեծին ա վերաբերվում, Պապ Թագավորին, թե Դավիթ Բեկին։ Խորհուրդ չեմ տա։ Այ ինչ եք խորհուրդ տալիս հարգելի ԿԳՄՍ նախարարություն, որոնք են որ համարվում են պետական ռազմավարական տեսանկյունից կրթական ոլորտի բան, կարևոր, որ քաղաքացին լավ կլինի, որ կարդացած լինի դա։ Ծանոթացած լինի այդ սյուժեին, թեմային, ինչ նոր ստեղծագործողներ ունենք, թեկուզ հին ստեղծագործողներից, բայց աշխատանքը վերանայված, վերախմբագրած։ Ասենք ես շատ կուզեի, որ այո, Դավիթ Բեկ Մխիթար սպարապետ անկախ պետության տեսանկյունից գրված գիրք լիներ։ Անկախ պետության տեսանկյունից գրված Աշոտ Երկաթ լիներ։ Անկախ պետության տեսանկյունից գրված Տիգրան Մեծ լիներ, Արշակ II լիներ, Արտաշես Մեծ լիներ, Տրթատ Դաքավոր լիներ, անկախ պետության տեսանկյունից գրված, որքանով ասա խրախուսվում։ Եվ որքանով այստեղ աշխատանքներ տարվում, հնարավոր է տարվում, բայց տեղյակ չենք։ Ինչ է խրախուսում, ինչ է խորհուրդ տալիս մշակույթի նախարարությունը, հասարակությանը։ Տեղյակ չենք։ Այստեղ շփվել է պետք, ցույց տալ է պետք, ասել է պետք, ընդ որում պետք չի վերևից ասել է։ Որովհետև կիրթ հասարակությունը, գրագետ հասարակությունը պետության զորությունն է, ամրությունն է, հիմքն է, ամեն ինչն է պետության։ Տեսեք, սահմանադրության մեջ մի առաջին կետերից է, եթե չեմ սխալվում, շատ կարևոր խոսք է, չէ՞, մարդը Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեքն է, ճիշտ է։ Բա այստեղ մի հատ հարց է առաջանում։ Մարդը բարձրագույն արժեքն է։ Իսկ ինչ արժի այդ մարդու գիտելիքը, մարդու այդ տեսակը, մարդը իր արժեքով ինչ արժե համակարգի է, որը պետության բարձրագույն արժեքն է։ Ցածր մենտալիտետի, ցածր ըմբռնողության, անկիրթ, ուսում մարդը, եթե մեր պետության
Չէ, ես այս մարդուն բան չեմ ասում, դա պետության բաց թողումն է, ու նա պիտի լրացնի այդ բացը։ Բայց եթե այս տեսակ մարդը հանցագործը, մյուսը պետության բարձրագույն արժեքն է, դա ընդհանրական պետության գնահատականն է դառնում։ Ու եթե դա մենք պիտի այդ արժեքը, բարձրագույն արժեքը մաքսիմում անընդհատ վերարժևորենք, չէ։ Իհարկե սերժական կամ Սերժակ Քոչարյանական բանդային նպատակահարմար չի եղել, որ կիրթ հասարակություն ունենա, որովհետև իրանք եղել են մի հատ միջակություն, պոլիտեխնիկը Բաքվի զանգով ավարտած հերրակա ֆակուլտետը Ռոբերտ Քոչարյանը կամ մյուսը միջակություն ու խելացի մարդկանցից խուսափել են, վախեցել են, սարսափել են նրանք։ Դրա համար ամեն ինչ արեցին, որ մշակութաբանական ջարդ տեղի ունենա, այս մարդիկ էլ գնան Հայաստանից։ Հայտվեն ծանր իրավիճակներում ու գնան Հայաստանից, որ իրանք մնան երկրում միակ տղամարդը, ինչպես ասում էր Քոչարյան Ռոբերտը, շատ կրթված։ Այս ղեկավարին համենայն դեպս թե լավն է, թե վատն է, թե ընդունում եք, թե չեք ընդունում։ Համենայն դեպս այս մարդուն ձեռ չի տալիս անկիրթ հասարակություն, ճիշտ հակառակ։ Եկեք կրթվենք, որ իմանանք ինչ ենք անում վաղը մյուս օր։ Ուզում եմ հասկանամ, սրա մեջ այդ ինչ վատ բաներ եք տեսնում։ Մարդը, որովհետև չի վախենում գրագետ մարդկանցից, որովհետև ունի ընդունակություն լսելու, չի ամաչում, երբ որ ասում է, հա, չգիտեի, լավ էր, որ ասացիք, գնամ մի հատ այդ մասով մտածեմ։ Չի ամաչում այսպիսի բաները, սա հասուն մարդու, այ իմաստուն մարդու մոտեցում է, իսկ Հրանուշ Հակոբյանինը, մի քիչ, ես ինչ-որ շատ կենտրոնացա Հրանուշ Հակոբյանի օրինակի վրա, հասարակ, այս ամեն ինչը, ծիծաղելի է պարզապես, այնպես որ ժողովուրդ ջան, կրթվելը նորաձև է, կրթվելը լավ բան է, գեղեցիկ բան է, եւ ես միշտ այդ օրինակներն եմ բերել, կներեք մի փոքր չարաշահում եմ ժամանակ։ Ուրեմն ես որ նոր 2000-ական թվականներին առաջին անգամ գտնվում էի Եվրոպայում, դե առաջին անգամ էի կյանքիս մեջ տեսնում տաղա, որ կարա ֆիալետովի մասերով լինի, բան չէ, ասենք, չնայած ես միշտ չեմ սիրում մարդու արտաքինը բան անել, դնել ինչ որ վերցնել կամ դրանով գնահատել մարդու էությունը, բայց այնուամենայնիվ ինչ որ շատ բաներ կար, առաջին անգամ էի տեսնում կյանքում, գիք որ մի հատ գնացել ենք էլ այնտեղ։ Բայց մեկ էլ տեսնում եմ այդ պիրսինգներով, բան sense, չգիտեմ, ինչ սանրվածքով, ինչ հակու կապով, sense բաներով, տղան գնացքի մեջ ժուգզակի միջից հանում էր գիրքը կարդալով գնում էր մի երկու ժամ մինչև որ հասներ իր կանգառին։ Եվ ես դրա վրա ապշում եմ, եւ դա շատ կարևոր բան է։ Սա դա հասարակություն է, անկախ իր գույնից ու ձևից ու հակու կապից։ Իսկ մենք բոլորս կարող ենք ինկուբատորի ճուտիկների նման նույն հակուսնով, նույն սանրվածքներով, նույն ամեն ինչով, sense նույն խոսույթով հանդես գանք ու ասենք, ահա մենք էլ ենք ժողովուրդ։ Պետք է աճել։ Ես չեմ ասում գնանք հիմա մազերներից գույնը փոխենք կամ պիրսինգներ ավելացնենք, իհարկե ամեն մարդ ինչպես ցանկում, բայց գիրք ընթերցելու հարցում կարևոր է դա, որպեսզի իրար նաև սկսենք հեշտ ըմբռնել, նոր թեզեր առաջարկենք, նոր թեմաներ, մտածենք, շփվենք, խոսենք դրա մասին։ Ես գիտնական ընկեր ունեմ, մտնում եմ TikTok հայկական տիրույթում ձեռ են առնում, որովհետև ինքը չափազանց խելացի է, նրանց ուղեղին հասուչի ստիպված ձեռ են առնում։ Հետո դուրս է գալիս մտնում արաբական կամ իսրայելական էջերը, իրան շատ հիանալի է զգում, որովհետև այնտեղ հասկանում են թեզը ինչ է նշանակում, քննարկումն ինչ է նշանակում։ Շատ ձևավորվելու, որպես հասարակություն ձևավորվելու եւ վրանալու կարիք ունենք, այնպես որ այս պայդությամբ քայլ առաջին դա ինքնակրթությունը եւ առհասարակ կրթությունը խրախուսելն է։ Ու այս ստից մտից գրառումներն էլ դեն նետեք, դրանց փորձեք խղճալ առհասարակ, այսքան բան, որովհետեւ այո, խղճմտանքի են արժանի իրենց այս պատկերացումներով։ Եթերում Ազատ շփումներ կհանդիպենք։